Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Դուք ունկնդրում եք լրագրող քաղաքական վերլուծաբան Արման Գալոյանի հեղինակային փոդքասթը։ Այսօր անդրադառնում ենք ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին օրերի կտրուկ լարվածությանը։ Այս զարգացումը անակնկալ էր, հաշվի առնելով վերջին տարիներին Մոսկվայի և Բաքվի միջև ձևավորված սերտ գործընկերությունը։ Ինչ է տեղի ունեցել։ Հունիսին Եկատերինբուրգում ուժային կառույցների գործողությունների ընթացքում ձերբակալվեցին ադրբեջանցի քաղաքացիներ, որոնցից երկուսը, ըստ ադրբեջանական կողմի, բանտում ենթարկվել են բռնությունների ու մահացել են։ Բաքուն դեպքը որակեց որպես էթնիկ խտրականություն և խոշտանգում, իսկ դրա առնչությամբ Ադրբեջանը պաշտոնապես բողոքի նոտա հղեց Ռուսաստանի Դաշնությանը։ Ի պատասխան Բաքուն դիմեց մի շարք աննախադեպ քայլերի։ Չեղարկվեցին ռուս-ադրբեջանական մշակութային բոլոր միջոցառումները, սահմանափակվեց Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գործունեությունը Բաքվում, իսկ երկու աշխատակիցներ, որ ներկայացվեցին որպես ՌԴ հատուկ ծառայությունների անդամներ, կալանավորվեցին։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հրապարակեց կադրեր, որոնցում ըստ պնդումների երևում են Իրանից թմրանյութի տարանցման գործով կալանավորված Ռուսաստանի քաղաքացիներ, բռնության ենթարկված վիճակում։ Դրան զուգահեռ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանցի ազդեցիկ գործարարներ, ընդ որում ձերբակալվեցին շատ կոպիտ մեթոդներով։ Այս իրադարձությունները դիտարկելով ամբողջությամբ ակնհայտ է դառնում. ռուս-ադրբեջանական հարաբերությունները լավ օրեր չեն ապրում։ Ռուսաստանի արձագանքը և մեկնաբանությունները զուսպ են։ Մոսկվան պնդում է, որ իրավիճակն արտառոց են դարձնում անդրատարածքային ուժերը, սակայն մի ֆակտ մնում է հստակ. այս ճգնաժամային փուլում բացակայում են բարձր մակարդակի շփումներ։ Ոչ արտաքին փոխհարաբերությունների նախարարների, ոչ էլ Պուտինի և Ալիևի միջև որևէ ուղիղ կապ չի հաստատվել։ Սա փոխվստահության ակնհայտ ճեղք է։ Հիշեցնենք նաև անցյալ տարվա դեկտեմբերին Չեչենիայում ռուսական ուժերը խոցին ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռը։ Պուտինը անձամբ ներողություն խնդրեց, բայց այդ քայլը, ինչպես տեսնում ենք, չկանխեց հարաբերությունների սրացումը։ Ընդհանրապես, եթե խոսելու լինենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, պետք է մի քանի ֆակտ հիշենք։ Մոսկվայի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992 թվականին, իսկ 2022-ին ստորագրվեց Դաշնակցային փոխգործակցության հռչակագիրը, որով ամրագրվում են ռազմավարական գործընկերություն քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում, և վերջին տարիներին, հատկապես 2020-ի Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո, այդ հարաբերությունները փոխշահավետության սկզբունքով բավական ջերմ էին։ Այնպես որ մեզ համար այս ճգնաժամը արտառոչ է։ Դեռ կպարզվի իրականում ինչն է ընկած այս ամենի տակ, մանավանդ որ տպավորություն է սա մեկանգամյա միջադեպերի արդյունք չէ։ Բայց նկատենք, վերջին շրջանում Ադրբեջանը պայմանավորված 2020-ի և 2023-ի իրադարձություններում հաջողություններով փորձում է ինքնուրույն քաղաքականություն վարել։ Բայց սրացումներին հանդերձ իրականությունը մնում է բարդ։ Ռուսաստանը շարունակում է խորապես ներգրավված լինել Ադրբեջանի տնտեսության մեջ։ Միլիարդավոր դոլարների առևտրաշրջանառություն, Լուկոյլի էներգետիկ ներկայություն, ենթակառուցվածքային տարանցիկ ուղիներ առանց այլընտրանքի։ Այս ամենը հուշում է, որ հարաբերությունների լիակատար խզում դժվար թե տեղի ունենա։ Ալիևը ամենայն հավանականությամբ գիտակցում է Ռուսաստանի հետ բաց հակամարտության գինը, և բացի այդ չի շտապում ամբողջությամբ մտնել Թուրքիայի ստվերի տակ, որը կնշանակի լրացուցիչ քաղաքական և տնտեսական կախվածություն, հատկապես երբ Անկարան ցրված հարաբերություններ ունի Ադրբեջանի դաշնակից Իսրայելի հետ։ Ի դեպ, ռուս-ադրբեջանական սրացում կարող է լինել Իսրայելի ազդեցությունը, բայց այնուամենայնիվ կրկնենք, հազիվ թե Բաքուն փորձի կտրուկ խզել կապերը Մոսկվայի հետ, գնալ նախատեսված արտաքին փոխհարաբերությունների նման կտրուկ փոփոխությունների։ Այս ամենից ելնելով կարելի է ենթադրել, որ լարվածությունը գագաթնակետին հասնելուց հետո կմեղմվի, բայց փոխվստահությունը հավանաբար արագ չի վերականգնվի։ Իսկ ինչ ազդեցություն կունենա այս զարգացումը Հայաստանի վրա։ Տարածքային լարվածությունը բարդացնում է Հայաստանի ռազմավարական դիրքը հատկապես Սյունիքի հարցում, որտեղ խաչվում են Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի շահերը։ Եթե Ադրբեջանը գործի առանց Մոսկվայի զսպման, դա կարող է ուղիղ սպառնալիք լինել Հայաստանի անվտանգությանը։
Հետևաբար այսօր առավել քան երբևէ Հայաստանը պետք է վերանայի իր անվտանգության ռազմավարությունը, հենվելով բազմաշերտ եւ պրագմատիկ մոտեցումների։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։